Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօրվանից ոնց որ պետք է սկսեմ ինչ են ծախում սրանք շարքը։ Օրինակ ինչ է օգտագործում Նիկոլ Փաշինը, որ հեղինակում է այսպիսի անխոհեմ հայտարարություններ։ Ալիևին առաջարկում եմ սկսել խորհրդակցություններ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ։ Քանի կար ասում էին համաձայնագիրը պատրաստ է, մնում է ստորագրելը։ Հիմա մարդը առաջարկում է ստորագրության շուրջ խորհրդակցություններ։ Ինչ խորհրդակցություն։ Այդ ինչ արարողակարգ է։ Ինչ ասում ես երկոտանին, Նիկոլը։ Ես հանձնարարել եմ չխախտել հրադադարը։ Այդտեղա մեռա քեզ ասելով սահմանադրություն կարդա։ Դու իրավունք ունես գերագույն հրամանատարի գործառույթներ իրականացնել բացառապես պատերազմի ընթացքում։ Դա գրված է սահմանադրության 155-րդ հոդվածի 4-րդ մասում։ Գնա բացի կարդա։ Էդ ինչ ենք զիջել, հարցազրույց է տալիս հանրային հեռուստաընկերությունում։ Ասում է, այդ ինչ ենք զիջել, հիմա ավելի անկախ ու ինքնիշխան ենք։ Արա ամոթել ասել, ստի հերն անիցեմ, ոնց թե ինչ ենք զիջել։ Մի ամբողջ երկրորդ պետություն է զիջել հայկական, 5 միլիարդ դոլարի զին տեխնիկա է զիջել, էլ ինչ զիջես, դե արի մեր տներն էլ ծախի թուրքերին պրծնենք։ Արա ամոթ արա հել գնա, դու չես հասկանում, որ դու չես կար այս երկիրը պահես։ Քո պաշտոնի պատճառով սաղս ընկել ենք խելագար վիճակի մեջ, սաղս ցնորվել ենք, այդ ցնորված, հել գնա արա, ուստեն ասար էսովա, մեկա դու պարտվելու ես, գյումրեցիներ, էլի եմ դիմում ձեզ, ու էլի եմ դիմելու, ձեր ցավը տանեմ, չթողեք, որ ես ապիկարը հանգարց Գյումրիում գա իշխանության, դա կնշանակի, որ դա Հայաստանի վերջն է, սա Գյումրիով սկսել է իր խուժան հաղթարշավը, Գյումրիում էլ պետք է թաղվի իր քաղաքական հեղի։ Բարև Նիկոլ Փաշինյան, այսօր նորից որոշել եմ առանց որևէ վիրավորական արտահայտության գնահատական տալ քո գործողություններին։ Ինչ է նշանակում քաղաքացիներին շանտաժ անել, ասել 100 դրամի համար քացուտակ մի գցեք պետությունը։ Նիկոլ, քեզանից լավ, արի ճիշտը խոսա։ Այս պետությանը ով է քացուտակ գցել։ Դու այդտեղ առաջատար ես։ Այժմ եւ միշտ հավիտյանս հավիտենից։ Քեզ հավասարը չունես դու։ Հայաստանը քացուտակ տալու, Հայաստան սփյուռք հարաբերությունները փչացնելու, երկիրը միջազգային հարթակներում խայտառակելու, Ադրբեջանի հետ ծնկաչոք խոսելու, այս հարցերում դու հավասարը չունես, ինչի մասին է խոսքը։ Կամ այսօր քո տեղակալը Մհեր Գրիգորյան, ում ես հարգել եմ եւ երբեք բացասական ձևով չեմ արտահայտվել իր հասցեին, բայց այսօր Մհեր Գրիգորյանը հանդիպել է Բելգիայի դեսպանի հետ Ադրբեջանի ու Հայաստանի սահմանազատման հարցերում։ Բելգիայի դեսպանը ինչ գործ ունի մեր երկրի սահմաններին։ Դու ինքնիշխան պետության վարչապետ ես կոչվում, դե այդքան դուխով տղայես են գլխարկդ հակի ու գնա բան, Բաքու։ Այ հենց այդաս Բաքու էլ քեզ չեմ քննադատի։ Գնա Բաքու, դու հարցերը կարգավոր, Բելգիայի դեսպանը ով է, ես չգիտեմ էլ ով է, հարգելով իրեն, իր կարգավիճակը։ Բայց նա ով է, որ Հայաստանի, Ադրբեջանի սահմանազատման հարցերով զբաղվի։ Այ էսա քո վարչակազմը։ Ոչինչ չանելու դիմաց պետական բյուջեի հաշվին միլիոնների վարձատրություն։ Կամ այսօր անամոթաբար նստել ես զուգընկերուդ հետ, դե որտեվ դուք խոստովանել եք, որ օրենքով սահմանված կարգով ձևակերպված ամուսնություն չունեք, դրա համար եմ այդպես ասում, անձը չվիրավորելու, նստել եք ինքնաթիռ, ասում ես գնում ենք Դավոս։ Ջանդամ գնաս, գնում ես գնա։ Հետո ես նկարում եմ, ասենք այսօր ես դատական նիստի եմ եղել։ Նկարեմ, ասենք կնոջս հետս տանեմ նիստի, հետո ասենք այդքան միտեղ թեյ խմելու, էդ էլ նկարեմ, հետո ես ելնեմ այդքան բաղնիկ, էդ էլ նկարեմ, այ տղա ջան, ամոթա եկա մարդ ես։ Արդեն համարյա 50 տարեկան ես։ Դու նույնիսկ չէ լրջացար։ Գնում ես գնա, բայց հələ մի հատ հարց է, դու Դավոսում ինչ ես անում, էլի։ Դες ուրախ, զվարթ, խնդալով գնում եք Դավոս։ Գնացեք։
կգաս կներկայացնես հաշվետվություն, ինչի համար ես գնացել, ինչ արդյունք է դա տվել Հայաստանի Հանրապետությանը։ Ու այն որ ասում էր, ինչի մենք չենք խմում բաների կենացը, հարկատուների կենացը որպես հերոսներ, դե ուրեմն դու քո խոսքի տակից պետք է դուրս գաս։ Ուրեմն դե գիտեմ, որ դու հաճախակի ես սեղաններ նստում, Նիկոլ։ Ուրեմն հաջորդ իսկ առաջի սեղանին, դե որ դու սիրում ես քո ամեն ինչը նկարել, կխմես Գևորգ Պետրոսյան հարկատուի իբրև հերոսի կենացը։ Ով որ չանի, ամոթ իրան։ Մեկ էլ եմ ասում, հրաժարական դու գործ չունես դու այս կարգավիճակում։ Ճիշտ է, քո ամեն օրը Հայաստանի վնաս է։ Քեզ էլ դու հասկանում ես, թե ինչ իրավական հետևանքներ են սպառնում քո հրաժարականից հետո, բայց ինչպես ժողովուրդն է ասում, լավ է ուշ, քան երբեք։ Բարև ձեզ սիրելի գյումրեցիներ։ Խոսքս ուղղում եմ ձեզ կապված գալիք ընտրությունների հետ։ Սիրելի գյումրեցիներ, իրավաբանության մեջ կա գերակաշահ հասկացությունը։ Իսկ այսօր գերակաշահ է այս փրկչախմբից ազատվելը։ Այս պետականակործան, հայրենակործան, քաղաքական պատուհասների կլուբից ազատվելը։ Առաջին հերթին ուզում եմ խոսել այսօրվա ապօրինության մասին, մասնավորապես նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին այդպես անհիմն ձերբակալելու և բաց թողնելու մասին։ Գիտեք, այսօր որոշեցիք, որ Վարդան Ղուկասյանը կարող է հանկարծ մոտը զենք ունենալ։ Եթե դուք Վարդան Ղուկասյանին լավ եք ճանաչում, նա ձերբակալվելուց չի վախենում։ Եվ այդպես էժան քայլերով մի փորձեք վախ տարածել։ Հիմա էլ վաղը կարող է մի ուրիշ թեկնածուի գնաք ձերբակալեք, էլի նորից բաց թողեք։ Չի ստացվելու, քաղաքական պատուհասների կլուբ, ձեր մոտ չի ստացվելու։ Խոսքս ուղղում եմ նաև իմ մյուս նախկին գործընկերոջը Մարտուն Գրիգորյանին, ում շատ հարգում եմ։ Ինքն էլ է շատ արժանի թեկնածու։ Ես խնդրում եմ, գիտեմ, որ ինչ-որ տարաձայնություններ կան ձեր մեջ, հակասություններ կան, բայց հիմա միավորվել է պետք։ Միավորվել է պետք այս խուժաններին վռնդելու համար։ Հասկանում եք, սրանք երկիրը կործանում են։ Իսկ եթե երկիրը կործանվեց, Գյումրին չի կարող փրկվել։ Էլի կան կարող ուժեր, որոնք պատրաստ են համագործակցել ձեր հետ, բայց կարևոր է ձեր համերաշխությունը, որպեսզի սրանց վռնդենք։ Ես խնդրում եմ, որպես հայ, որպես Հայաստանի քաղաքացի, որպես մի մարդ, ով շահագրգռված է երկիրը կործանումից փրկելու հարցում, խնդրում եմ մի կողմ դրեք ձեր տարաձայնությունները, միավորվեք, դուք կարող եք համատեղ ուժերով, նորից եմ ասում, էլի շատ կարող ուժեր կան, ովքեր կարող են միավորվել ձեզ հետ։ Նպատակը մեկն է, գեր նպատակը, գեր խնդիրը, խուլիգաններին, փրչոտ անգրագետներին երկրի կառավարումից վտարելը։ Ու մեծ պատիվ է ձեզ հիմա ընձեռված։ Գյումրիով սկսել են սրանք, Գյումրիով էլ պետք է խորտակվեն, այսքանը։